Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն աշխատանքից ազատվել է։ Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ համատեղ աշխատանքի, նվիրվածության, անգնահատելի աջակցության եւ ջերմ թիմային միջավայրի համար։ Մենք միասին անցել ենք պատասխանատու, երբեմն ճգնաժամային եւ բարդ ճանապարհ, իրականացնելով ոլորտային բարեփոխումներ, զարգացնելով առողջապահական ծառայությունների որակն ու բարձրացնելով մասնագիտական հանրույթի դերը։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարձր վստահության մեր երկրին ու ժողովրդին ծառայելու հնարավորության համար, նշել է Ջումայանը։ Այս սրբություններից բխող ուժը պայքարելու, ճշմարիտ ճանապարհին հաստատուն քայլելու ուժ է տալիս մեզ։ Այս մասին այսօր նոյեմբերի 29-ին Մայր տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Եսայի քահանա Արտենյանը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդը դուրս բերելու մասին։ Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարտողոմեոս առաքյալների պատգամը դարերի խորքից միշտ մեզ առաջնորդում է լինել հավատարիմ ավետարանի պատգամներին, Քրիստոսի լույսին։ Հայ ժողովուրդն իր դարում բազմաթիվ փորձություններ է ապրել, սակայն դրանք հաղթահարել է Աստծո օգնությամբ եւ իր պատգամների շնորհիվ։ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ առաքյալների եւ մեր առաջին լուսավորիչների Թադեոսի եւ Բարտողոմեոսի հիշատակը տոնում է Հիսնակի Բ կիրակին նախորդող շաբաթ օրը։ Սուրբ Թադեոսը եւ Սուրբ Բարտողոմեոսը Քրիստոսի անխոնջ 12 առաքյալներից էին, որոնք գալով Հայաստան քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին արժանանալով առաջին լուսավորիչներ կոչմանը։ Դեռևս քրիստոնեության արշալույսին նրանք նահատակվեցին Հայաստանում։ Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն։ Հիրավի, այս սրբազան առաքյալների դերը կարևորվում է երկհազարամյա քրիստոնյա հայ ժողովրդի կյանքում։ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել։ Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում։ Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձինք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրան սպասվում է վիզայի չեղարկում եւ արտաքսում, նշված է հաղորդագրության մեջ։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականը կթուլացնի Կիևի դիրքերը արևմտյան երկրների հետ Ուկրաինայի հարցով բանակցություններում։ Նման տեսակետ է հայտնել բրիտանական Financial Times թերթը։ Զելենսկու ամենամոտ դաշնակցի հեռանալը հավանաբար ավելի կթուլացնի Զելենսկու դիրքերը Ուկրաինայի համար վճռորոշ պահին, քանի որ նա փորձում է համոզել արևմտյան գործընկերներին, որ արմատախիլ է անում արմատացած կոռուպցիան, միաժամանակ պնդելով ռազմական օգնության վրա, հաղորդել է թերթը։ Ինչպես նշում է պարբերականը, Զելենսկին խոստացել է վերագործարկել իր նախագահական պաշտոնը։ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները պլանավորում են հանդիպել Մայամիում այս շաբաթվա վերջին, հաղորդում է Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին։ Հրապարակման համաձայն հանդիպումը տեղի կունենա, չնայած Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականին, որը պետք է գլխավորեր ուկրաինական պատվիրակությունը։ Հրապարակման աղբյուրը պարզաբանել է, որ ուկրաինական կողմը կներկայացնի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Ըստ հարցի հետ ծանոթ անձի Անդրեյ Երմակը պլանավորում էր այս շաբաթվա վերջին թռչել Մայամի, Թրամփի թիմի հետ բանակցություններ վարելու խաղաղության ծրագրի նախապատրաստման հաջորդ քայլերի շուրջ։ Այդ հանդիպումը չեղարկվել է, կիսվել է հոդվածի հեղինակը։ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի ֆոնին իր աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականից հետո Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին այժմ առանց պրոդյուսերի է մնացել Միացյալ Նահանգների հետ շարունակվող բանակցությունների ֆոնին, հաղորդում է Politico-ն։ Զելենսկին այժմ առանց իր պրոդյուսերի կլինի, քանի որ պատրաստվում է Միացյալ Նահանգների հետ լարված բանակցությունների, հաղորդել է թերթը։ ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը մերժել է Եվրամիության առաջարկը, քննարկելու Ուկրաինայի խաղաղության գործընթացը անվտանգ կապով, հաղորդում է Wall Street Journal-ը։ Եվրոպացի պաշտոնյան խնդրել է Ուիթքոֆին սկսել բանակցություններ դաշնակիցների հետ անվտանգ ստացիոնալ գծով, որն օգտագործվում է եվրոպական առաջնորդների կողմից զգայուն դիվանագիտական բանակցությունների համար։ Ուիթքոֆը հրաժարվել է, նշելով, որ ինքը չափազանց շատ է ճանապարհորդել այդ բարդ համակարգն օգտագործելու համար, հաղորդել է հրատարակությունը։ Եվրոպական երկրները զրկվել են բանակցությունների բազմաթիվ ասպեկտների մանրամասները քննարկելուց,
հաղորդում է Bloomberg-ը։ Եվրոպական երկրները զրկվել են բանակցությունների բազմաթիվ ասպեկտների մանրամասները քննարկելուց եւ մասնակցում են միայն երկկողմ քննարկումներին, որտեղ նրանց ներդրումը այս փուլում բացարձակապես անհրաժեշտ է։ Օրինակ, Միացյալ Նահանգների հետ անվտանգության երաշխիքներ սահմանելու հարցում, նշվում է հոդվածում։ Լրագրողների խոսքով ամերիկյան կողմը խոսում է Ուկրաինայի հետ բանակցություններում առաջընթացի մասին, սակայն կողմերը բախվում են նույն խոչընդոտներին, ինչ նախորդ փուլում։ Հոդվածի հեղինակները ենթադրում են, որ Ուկրաինան հավանաբար կընդունի այն, ինչ Ռուսաստանի համար գայթակղության քար կլինի, եւ հակառակը։ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները պետք է դառնան գործընկերներ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման արդյունքում բարգավաճելու համար։ Wall Street Journal-ին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Ռուսաստանն ունի այնքան շատ ռեսուրսներ, այնքան մեծ տարածք։ Եթե մենք հասնենք Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը եւ բոլորը մասնակցեն դրան, դա բոլորին օգուտ կբերի, դա բնականաբար կպաշտպանի ապագա հակամարտություններից, որովհետեւ բոլորը կբարգավաճեն, ընդգծել է հատուկ դեսպանորդը։ Երևանի ռուսական տանը նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ դարերի միջով Ռուսաստանի եւ Հարավային Կովկասը քաղաքակրթությունների երկխոսությունում խորագրով կլոր սեղանի քննարկում, որի ընթացքում ներկայացվեց Ռուսաստանը եւ Հարավային Կովկասը պատմություն եւ մշակույթ գիրքը։ Գիրքը ներկայացված է պատկերային ժամանակագրական ժապավենի ձևաչափով, որը ընթերցողին հնարավորություն է տալիս տեսողական հետևել պատմական հիմնական իրադարձություններին եւ դեմքերին։ Երևանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը կարևորեց գրքի լույս տեսնելը, նշելով, որ այն լրացնում է վերջին տասնամյակներում ձևավորված բազմաթիվ անտեսանելի կետեր։ Вот эта книга рассказывает о том, как, раньше говорили Закавказье, сейчас мы говорим Южный Кавказ. Вот какой был вклад вообще экономики огромной страны. Вот какие были достижения. Вообще сейчас мало об этом кто знает. Я считаю, что, конечно, мы смело можем презентовать эту книгу. И я думаю, что с удовольствием дети будут читать то, чего о нем не знают вообще. Պատմական գիտությունների թեկնածու Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը մտահոգիչ է համարում, որ հայ-ռուսական համատեղ աշխատությունները գիտական ոլորտում նվազել են։ Գրքի հետ ծանոթացել եմ, գիտեք, կարծում եմ, որ նման աշխատությունները բավական կարևոր են այսօր հատկապես, քանի որ ընդհանուր առմամբ գիտական առնչությունները մի փոքր նվազել են Հայաստան-Ռուսաստան ձևաչափում, եւ սա չի կարող չմտահոգել մեզ գիտնականներիս եւ նման աշխատությունները, որոնք ներառում են հատկապես 19-րդ դարի ժամանակաշրջանը, նրանք լույս են սփռում այդ կարևոր, կարելի է ասել, վճռական մի փուլի, որը վերաձևավորել է նաեւ տարածաշրջանի քարտեզը, թե վարչական քարտեզը, վարչատնտեսական եւ թե նաեւ էթնիկ քարտեզը։ Ներկաները ընդգծում են նաեւ նման ձևաչափով քննարկումները եւ աշխատությունները վստահաբար կարևոր քայլ են երիտասարդ սերնդի շրջանում պատմության նկատմամբ հետաքրքրությունը արթնացնելու եւ երկու պետությունների միջև մշակութային ու գիտական կապը ամրապնդելու համար։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին անօրինական պետության ղեկավար է եւ չի կարող խաղաղության պայմանագիր ստորագրել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա նշել է, որ կոռումպացված կառավարությունը փշրվել է ժամկետն անց Կիևի ծաղրածոյի շուրջը։ Նույնիսկ եթե նա որոշ ժամանակ էլ նստի իր գրասենյակում քթից կոկային փչելով, նա չի լինի խաղաղության պայմանագիրը ստորագրողը։ Ծաղրածուն ապօրինի է, հայտնել է անվտանգության խորհրդի փոխնախագահը։ Նրա խոսքով Զելենսկու ռեժիմի փլուզումը անխուսափելի է։ Իսրայելական ուժերը կրակ են բացել Սիրիայի միասնության աջակցության ցույցին մասնակցող խաղաղ բնակիչների վրա հարավային Կունեյտրա նահանգում, հաղորդում է Սանա լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով իսրայելական զորքերը խոչընդոտել են սիրիացիներին վերադառնալ իրենց համայնք։ Խան Արնաբա քաղաքում բողոքի ցույցին մասնակցելուց հետո տեղի բնակիչները դուրս են եկել փողոցներ, մասնակցելու 2024 թվականի դեկտեմբերի 8-ին Դամասկոսում ռեժիմի փոփոխության հանգեցրած ռազմական գործողության մեկնարկի առաջին տարեդարձին նվիրված ցույցին եւ բողոքելու Իսրայելի հարձակումների դեմ։
Հազարավոր սիրիացիներ ուրբաթօրյա աղոթքից հետո հավաքվել են երկրի տարբեր քաղաքների գլխավոր հրապարակներում, ցույցեր անցկացնելու ի պաշտպանություն Սիրիայի միասնության եւ Իսրայելի ագրեսիայի դեմ։ Մասնավորապես ցուցարարները դատապարտել են Սիրիայի Դամասկոս նահանգի Բեյթ Ջան քաղաքի վրա Իսրայելի կողմից իրականացրած օդային հարվածները, որոնք խլել էին 13 մարդու կյանք։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթվա առաջին կեսին կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Շաբաթվա առաջին կեսին մենք ժամանակին կհայտարարենք ամսաթիվը, լրագրողներին հայտնել է Պեսկովը, պատասխանելով Պուտինի եւ Ուիթքոֆի հնարավոր հանդիպման մասին հարցին։ Զանգվածային բողոքի ակցիա է ընթացել Թբիլիսիում։ Մասնակիցները փողոցներ են դուրս եկել Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության դրոշներով։ Ցուցարարները դեմ են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու իշխանությունների որոշմանը։ Հիշեցնենք, երեկ լրացել է 1 տարին, երբ վրացական երազանքի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը կասեցնում է Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են խորը ճգնաժամի մասին։ Կիևում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք վկայում են խորը քաղաքական ճգնաժամի մասին, որը պայմանավորված է կոռուպցիոն սկանդալներով։ Կարծում եմ, ոչ ոք այս պահին չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչի կհանգեցնի դա ի վերջո, ընդգծել է Կրեմլի խոսնակը։ Պեսկովը նշել է, որ հետևանքները կարող են շատ տարբեր լինել։ Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունը։ Գյումրին մի քանի ամիս ղեկավարած Ղուկասյանը մեղադրվում է քաղաքի ճարտարապետի միջոցով Գյումրիի քաղաքացուց նրա կառուցած ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմաց կաշառք պահանջելու համար։ Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, գործը շուտով կգնա դատարան։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եւ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հետ համատեղ մշակված բարեգործական ծրագրի շրջանակներում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5-ը Երուսաղեմում են գտնվելու 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողների թվով 6-րդ խումբը։ Հանձնաժողովից հայտնում են, որ Անդրանիկ Քոչարյանի հետ խմբին ուղեկցում են պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ։ Դոկ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ տրամադրված է լքել ԱՄՆ-ն։ Ես տրամադրված եմ լքել Ամերիկայի Միացյալ Նահանգները, որքան ես կալանքի տակ եմ, այնքան Հայաստանը մեր ձեռքից գնում է։ Վարդան Ղուկասյանի խոսքերը փոխանցել է Դոկ կուսակցությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը անվանել է զանգվածային։ Այնտեղ կոռուպցիոն սկանդալ է եւ այն էլ զանգվածային, ընդգծել է Կրեմլի խոսնակը։ Նոյեմբերի 28-ի առավոտյան Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն սկսել է խուզարկել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի բնակարանը։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, բյուրոն այժմ պատրաստվում է մեղադրանք առաջադրել նրա դեմ։ Լեհաստանի օդային տարածքի որոշակի հատվածների օգտագործման սահմանափակումները Ուկրաինայի եւ Բելարուսի հետ սահմանների մոտ երկարաձգվել են մինչև 2026 թվականի մարտի 9-ը, հաղորդում է Լեհաստանի օդային նավիգացիայի ծառայությունների գործակալությունը։ Լեհաստանի օդային նավիգացիայի ծառայությունների գործակալությունը երկարաձգել է Լեհաստանի օդային տարածքի մի մասի ազատ օգտագործման սահմանափակումները մինչև 2026 թվականի մարտի 9-ը։ Ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Այս սահմանափակումների նախորդ վերջնաժամկետը սահմանվել էր մինչև դեկտեմբերի 9-ը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը խուզարկությունները ներկայացնում են ճնշման նոր մակարդակ։ Երկրի նախագահի վրա կոռուպցիոն սկանդալի եւ Ուկրաինայի շուրջ բանակցությունների ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը։ Հետաքննությունը ներկայացնում է ներքին ճնշման նոր մակարդակ Զելենսկու վրա, ով պայքարում է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-Ռուսաստան նոր առաջարկի հետ, որը կպահանջի մեծ զիջումներ նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդել է հրատարակությունը։ Անդրեյ Երմակի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի պաշտոնից ազատումը այս ռեժիմի լիակատար փլուզումն է։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի հայրենասերներ կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։
Այս առումով նա կոչ է արել Փարիզին դադարեցնել Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելը։ Այս ռեժիմին էլ ոչ մի ֆինանսական եվրո, ոչ մի ֆինանսական սենտ պահանջել է քաղաքական գործիչը։ Ավելի վաղ Երմակի հրաժարականի վերաբերյալ մեկնաբանություն էր արել Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար եւ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Նա նշել էր, որ Ալիբաբան հրաժարական է տվել, բայց մնացել են 40 գողեր։ Նոյեմբերի 28-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով, որի իրավազոր նիստը հնարավոր չեղավ գումարել Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի, Տեր Աբրահամ arczepiskopos Մկրչյանի, Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանի, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի բացակայության պատճառով։ Այս մասին ասված է Մայրաթորի տարածած հայտարարության մեջ, որտեղ մասնավորապես նշվում է այնուամենայնիվ ներկա ժողովականները մասնավոր անդրադարձ ունեցան նոյեմբերի 27-ին 9 եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։ Արձանագրվեց, որ հիշյալ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Հանձնախումբը ըստ էության որևէ նիստ չի գումարել եւ անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ Սրբազանին հանդիպելու իր հետ։ Իսկ ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։ Նշվեց նաև, որ հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել քննչական կոմիտե Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար։ Իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով։ Սպառիչ եւ լիարժեք չէ եւ չի կարող արժանահավատ հիմք ծառայել, որով եւ չէր կարող ընդունելի նկատվել հայոց հովապետի կողմից։ Այսուակնհայտ է, որ հայտարարության մեջ ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակապես անհիմն են եւ շինծու։ Սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձևավորումը անթույլատրելի։ Դատապարտելի եւ անընդունելի համարելով որդեգրված սույն կեցվածքը ժողովականները խիստ հրամայական նկատեցին, որ եկեղեցականները կվերադառնան կանոնական դաշտ, իրենց մտահոգություններն արծարծելով եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում եւ չխաթարեն եկեղեցու միաբանությանը։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 28-ին Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում մասնակցել է զրոյական թափոններ համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։ Այս մասին հայտնել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից։ Համաժողովը միավորել էր գյուղատնտեսության ոլորտը համակարգող շուրջ 2 տասնյակ նախարարների, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների եւ քաղաքականություն մշակողների, նպատակ ունենալով խթանել զրոյական թափոնների գաղափարը համաշխարհային մակարդակով։ Միջոցառման ընթացքում Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Մոլդովայի եւ Իրաքի գյուղատնտեսության նախարարների հետ։ Փարաքարի նախկին համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Նարեկ Օհանյանի խափանման միջոցը երկարաձգվել է։ Սեպտեմբերի 28-ին հարուցվել էր հանրային քրեական հետապնդում սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով։ Օհանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։ Վոլոդիա Գրիգորյանը սպանվել է սեպտեմբերի 23-ին։ Նրա սպանության գործով կա կալանավորված 2 անձ։ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ կիսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի պարամետրերով, որոնք համաձայնեցվել են ուկրաինական կողմի հետ Ժնևում կայացած բանակցությունների ժամանակ։ Դրանք կքննարկվեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։ Այո, եւ հաջորդ շաբաթ բանակցություններ կլինեն Մոսկվայում, ասել է Պեսկովը, պատասխանելով լրագրողների խնդրանքներին, մեկնաբանելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը։ Նախորդ օրը Պուտինը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ ապագա համաձայնագրերի համար։ Նա նաև հայտարարել է, որ ամերիկյան պատվիրակությունը նախատեսվում է ժամանել Մոսկվա հաջորդ շաբաթ։ Հյուսիսատլանտյան դաշինքը շուտով կմահանա քայքայման եւ թուլացման երկարատև գործընթացի պատճառով։ Նման կանխատեսում է արել նորվեգական պարբերականը։ Սա տհաճ ճշմարտություն է, որի մասին նորվեգական հանրության մեջ քչերն են համարձակվում բարձրաձայն արտաբերել, բայց որն այժմ պարզ է նրանց համար, ովքեր իսկապես հետևում են աշխարհաքաղաքականությանը առանց ֆիլտրի։ ՆԱՏՕ-ն չի թուլանա, ՆԱՏՕ-ն շուտով կմահանա, ընդգծվում է զեկույցում։ Նշվում է, որ դա կարող է տեղի ունենալ քաղաքական քայքայման պատճառով, որը սկսվել է Ուկրաինայից շատ առաջ։
Հոդվածի հեղինակների կարծիքով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի օրոք անկման հաստատումը ակնհայտ դարձավ։ Նա ուժեղացրեց ռետորաբանությունը, բայց այն չդարձրեց իրականություն։ Նա կոչ արեց միասնության, մինչդեռ Միացյալ Նահանգներն էին կայացնում բոլոր որոշումները։ Նա խոսեց խաղաղության մասին, միաժամանակ հետևողականորեն խոչընդոտելով դիվանագիտությունը, նշվում է հոդվածում։ ԱՄՆ զինված ուժերը սահմանափակ տեղեկություններ ունեն այն մասին, թե ովքեր են գտնվում այն նավակների վրա, որոնց թիրախավորում են Կարիբյան ավազանում եւ Արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում, հաղորդում է New York Times-ը, հղում անելով աղբյուրներին։ Սեպտեմբերի սկզբից ի վեր ԱՄՆ ուժերը սպանել են ավելի քան 80 մարդու, սակայն անհայտ է, թե արդյոք հարվածները ուղղված էին կարտելի բարձրաստիճան ղեկավարներին։ Լավագույն դեպքում թիրախները ցածր մակարդակի անձինք են, որոնց դերը թմրանյութերի առևտրում կարող էր լինել կոկաինի մեկ վայրից մյուսը տեղափոխելու համար վճար հավաքելը։ Վատագույն դեպքում նրանք ձկնորսներ, միգրանտներ կամ այլ անձինք են, որոնք կապ չունեն թմրանյութերի առևտրի հետ, հայտնել է պարբերականը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան ակնկալում է, որ Ուկրաինային վարկ տրամադրելու համար սարեցված ռուսական ակտիվներ օգտագործելու վերաբերյալ որոշումը կկայացվի դեկտեմբերի 19-ին կայանալիք Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում։ Նա այս մասին հայտարարել է գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ հոկտեմբերին Եվրոպական խորհուրդը բանաձև է ընդունել Ուկրաինայի 2026 եւ 2027 թվականներին ֆինանսական կարիքները հոգալու համար։ Ներկայումս աշխատանքներ են տարվում այս միջոցառում իրականացնելու տեխնիկական լուծման վրա։ Կոստայի խոսքով աշխատանքները լավ են ընթանում։ Մենք որոշում կկայացնենք Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում դեկտեմբերի 19-ին, ասել է ԵՄ քաղաքական մարմնի ղեկավարը։ Միացյալ Նահանգները բորբոքեց Ուկրաինայում հակամարտությունը, ոչ մի արդյունքի չհասավ եւ այժմ առաջարկում է կարգավորման ծրագիր։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալաթոլլա Ալի Խամենեն, գրում է Էլ Արաբիան։ ԱՄՆ-ի ներկայիս նախագահը հայտարարել է, որ կլուծի Ուկրաինայի հակամարտությունը 3 օրում, ասել է նա։ Այդ ժամանակվանից անցել է գրեթե 1 տարի եւ այժմ ԱՄՆ-ն առաջարկում է 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիր այն երկրին, որին ներքաշել է հակամարտության մեջ, նշել է Խամենեն։ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո Եվրոպան կարող է բախվել տնտեսական սև խոռոչի, քանի որ երկրի վերականգնման եւ անվտանգության պահպանման հարցերը կհայտնվեն կենտրոնական դերում, հաղորդում է Reuters-ը։ Ուկրաինայում խաղաղությունը կբացի տնտեսական սև խոռոչ, Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը թանկ կարժենա Եվրոպայի համար, ասվում է զեկույցում։ Նշվում է, որ նույնիսկ հակամարտության խաղաղ կարգավորումից հետո Ուկրաինան կմնա անորոշության օջախ, որը տարիներ շարունակ բացասաբար կանրադառնա Եվրոպայի տնտեսության վրա։ Reuters-ի տվյալներով գրեթե 1 տարի առաջ Համաշխարհային բանկը երկրի վերականգնման արժեքը գնահատել է $524 միլիարդ, հաջորդ 10 տարիների ընթացքում 1 տարի անց այդ թիվը մոտեցել է $600 միլիարդ։ Փոխանակ Ռուսաստանը գրի այդ ծախսերի կեսը հրաժարվելով իր սառեցված ակտիվներից, Ուկրաինայի դաշնակիցները կարող են ստիպված լինել կրել բեռի մեծ մասը, նշում է գործակալությունը։ ԱՄՆ ազգային անվտանգության գերակա խնդիրը միգրանտների նկատմամբ լիակատար վերահսկողության ապահովումն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա ասել է, որ Սպիտակ տան մոտ ազգային գվարդիայի զորքերի վրա հարձակումը հիշեցնում է մեզ, որ մենք չունենք ավելի մեծ ազգային անվտանգության գերակայություն, քան մեր երկրում մտնող եւ մնացած մարդկանց նկատմամբ լիակատար վերահսկողության ապահովումը։ Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ զինվորականների շնորհիվ ԱՄՆ-ն այժմ ունի իր պատմության ամենաապահով սահմանը։ Միացյալ Նահանգները կասեցրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող օրինագծի քննարկումը։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի Ռուսաստան կատարելիք այցից առաջ։ Այս մասին հայտնում է Kiev Post-ը։ ԱՄՆ Սենատը կասեցրել է Ռուսաստանի դեմ երկուսակցական լայնածավալ պատժամիջոցների փաթեթի քննարկումը։ Օրինագիծը հետաձգվել է մինչև Թրամփի գլխավոր բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հաջորդ շաբաթ Մոսկվա կատարելիք նախատեսված այցը, հաղորդել է հրատարակությունը։ Բելգիայի վարչապետ Բարդե Վևերը նամակ է հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։
զգուշացնելով այն գործողություններից, որոնք կարող են խաթարել Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը, հաղորդում է Financial Times-ը։ Վարչապետը կարծում է, որ սառեցված ռուսական ակտիվների բռնագրավումը սպառնում է խաթարել հակամարտության կարգավորման հնարավոր համաձայնագիրը։ Վերջինս առաջարկել է օգտագործել ԵՄ-ի չօգտագործված վարկային կարողությունը ընդհանուր բյուջեից Ուկրաինային վարկ տրամադրելու համար։ Բելգիայի վարչապետը կարծում է, որ դա թույլ կտա Եվրամիությանը Կիևին տրամադրել 45 միլիարդ եվրո։ Դանիան 500 միլիոն եվրոյի պայմանագիր է կնքել նորվեգական Kongsberg Defence and Aerospace պաշտպանական ընկերության հետ, NASAMS հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարման համար։ Ընկերությունը պայմանագիր է կնքել Դանիայի կառավարության հետ հակաօդային պաշտպանության համար նախատեսված առաջադեմ ազգային մակերես օդ հրթիռային համակարգի մատակարարման համար, հաղորդել է պաշտպանական ընկերությունը։ Ավելի վաղ Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը պայմանագիր էր կնքել 100 նոր ռադարային համակարգերի համար։ Մատակարարը հոլանդական Robin Radar ընկերությունն է։ Ըստ տեխնիկական պայմանների, սարքավորումները կարող են տարբերակել անօդաչու թռչող սարքերը թռչյուններից եւ այլ շարժվող առարկաներից, արագացնելով դրանց չեզոքացման գործընթացը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքում հերթապահություն են իրականացրել ոստիկանության աշխատակիցները։ Այդ ընթացքում Մայրաթորում ընթանում էր Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որտեղ քննարկվում էր 3 Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած սրբազանների հարցը։ Հայտնի չէ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 8 հոգևորականները մասնակցել են ժողովին, թե ոչ։ Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում եւ ծառայողական պարտականություններ չկատարելիս են նրանք ստացել մարմնական վնասվածքները։ Հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում, փոխանցել են Պաշտպանության նախարարությունից։ Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի մասնակցությունը ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին։ Օրենքն ազգային ժողովն ընդունել է 55 կողմ 0 դեմ 24 ձեռնպահ ձայներով։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի խոսքով այս համաձայնագրով Հայաստանը ոչ միայն անվտանգության հարցերով սպառող կլինի, այլև կաջակցի անվտանգային այն միջոցառումներին, որոնք եվրոպացի գործընկերներն իրականացնում են։ Իդեպ այս համաձայնագրին ՀԱՊԿ անդամ որևէ պետություն չի միացել։ Օրեր առաջ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրի վավերացման նախագիծը։ Նախագիծը հանձնաժողովում ստացել էր դրական եզրակացություն։ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով անդրադարձ է կատարվում նույն դասարանում մնացած բացակայող, ինչպես նաև գովասանագրի արժանի աշակերտներին։ Նույն դասարանում կմնա, եթե աշակերտը տարվա ընթացքում որևէ առարկայից ստացել է շատ ցածր գնահատական, 1-ից 3 միավոր, նա պետք է վերաքննություն հանձնի։ Եթե վերաքննությունից հետո առնվազն 2 առարկայից նորից ցածր գնահատական ստանա, այսինքն 1-ից 3 միավոր, ապա կմնա նույն դասարանում։ Եթե աշակերտը կրթական մակարդակի օրինակ 9-րդ կամ 12-րդ դասարանի ավարտին քննություններից եւ դրանց հաջորդող վերաքննություններից հետո առնվազն 2 առարկայից ստանում է 7-ից ցածր գնահատական 20 միավորանոց սանդղակով, ապա կկրկնի ուսումնական տարին։ Եթե աշակերտը տարվա ընթացքում բացակայել է 200 ժամից ավելին, նա ստիպված կլինի բոլոր առարկաներից լրացուցիչ գրավոր քննություններ հանձնել։ Այդ քննությունների արդյունքներով օգոստոսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կորոշվի նա կփոխադրվի հաջորդ դասարան, թե կմնա նույն դասարանում։ Եթե աշակերտը չներկայանա քննություններին կամ դրանց արդյունքում առնվազն 2 առարկայից ցածր, այսինքն 1-ից 7 միավոր գնահատական ստանա, նա կկրկնի դասընթացը։ Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-ից 30-ը, դեկտեմբերի 2-ից 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Լուսադեմին, Արարատյան եւ Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ։ Դեկտեմբերի 1-ին 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։ Երևան քաղաքում նոյեմբերի 28-ից 30-ը, դեկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև։